3 նոյեմբերի 23-ին կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցեց Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցած պատարագին։ Արարատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ջերմորեն դիմավորել է Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ողջագուրվել նրա հետ, ապա ուղեկցել պատարագին։ Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագին է մասնակցել նաև իշխանության այլ անդամներ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հենց առաջին շարքում Փաշինյանի անմիջապես կողքին կանգնած մասնակցեց ողջ պատարագին։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը այս անգամ եւս Փաշինյանի հետ պատարագի էին գնացել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւս առաջին շարքերում էր։ ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանը, ով պաշտոնանկությունից հետո գետնի տակ էր անցել, երեկ եւս Արարատի մարզում էր։ ՔՊ վարչության անդամներ Արմեն Խաչատրյանը, Նազենի Բաղդասարյանը, Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները եւս Փաշինյանին էին ուղեկցում։ Իսկ մարզպետ Սեդրակ Թևոնյանը Փաշինյանին դիմավորողների առաջին շարքերում էր կանգնած։ Տեղեկացնենք, որ Տեր Երվանդ Քահանայի ձեռամբ հանդուցված պատարագն առաջնորդեց Մասյացոտ ընթեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Հիշեցնենք, որ բոլոր պատարագներին, որոնց մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, քահանաները խուսափել են նշել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II անունը։